պատրաստ ենք մասնակցել երկրի կառուցմանը, ստեղծել հզոր Ռուսաստան, հզոր քաղաքացիներ, հզոր հայեր, հզոր Հայաստան։ Դաշնության տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին համախմբելու Ռուսաստանի հայերի միության նախաձեռնության նպատակն է նախագահական ընտրություններին ընդառաջ իրեն զորակցությունը հայտնել նախագահի տեխնացու Վլադիմիր Պուտինին։ Հայերը Ռուսաստանի կյանքում միշտ մեծ դեր են խաղացել, ինչպես եւ Ռուսաստանը Հայաստանի։ Հայերը միշտ հանդես են եկել որպես ուժեղ ու կենտրոնացված պետականության կողմնակիցներ, եւ այսօր այս միջոցառման փաստացի կազմակերպիչները հենց հայերն են, իսկ մենք բոլորս ռուսները, թաթարները, Հյուսիսային Կովկասն ու մյուսները աջակցում ենք միջոցառման անցկացմանը, եւ ստացվում է, որ այսօր այստեղ ամբողջ Ռուսաստանն է։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ շատ բնակավարներում կան հայեր, Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մեծ դեր են կատարում Ռուսաստանը որպես քաղաքացիական հասարակություն կայանալու գործում։ Շատ մեծ դեր են կատարում հայերը։ Մենք դրանով կարող ենք հպարտանալ։ Ռուսաստանի տարբեր նահանգներից ժամանած շուրջ 30 ազգության 15,000 հանդիսատես ազգային երաժշտություն ու պար այս բարդ կազմակերպչական խնդրի իրագործումը ստանձնել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպությունը։ Իմ կարծիքով այն գործունեությունը, որ ծավալել է Ռուսաստանի հայերի միությունն ու նրա երիտասարդական թևը, շատ կարևոր է Ռուսաստանի համար, հատկապես այս օրերին։ Դուք տեսնում եք ինչքան մարդ է եկել տարբեր քաղաքներից ու բոլորը Պուտինի կողմից են, իրանք գիտեն, թե ում են ընտրելու, որովհետև Պուտինի գործերը եւ իր պոլիտիկան մեր օգտին է։ Մենք միասնական ենք այս կարգախոսի շուրջ համախմբված ազգությունների հավաքույթը Մոսկվայի ամենախոշոր համերգային համալիրներից մեկում տևեց շուրջ 3 ժամ։ Միասնականության այս երեկոյի խորհրդանիշն էլ դարձավ հայկական երգն ու երաժշտությունը, որն իրար հաջորդող բազմալեզու, բազմաոճ կատարումների շարքում հանդիսատեսի կողմից ամենապահանջվածն ու ծափերի առավել քանակին արժանացողն էր։ Աշոտ Նացականյան, Առաջին լրատվական, Մոսկվա։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների ծրագրած մահափորձը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այդ մասին տեղեկացնում են ռուսաստանյան գործակալությունները հղում անելով ռուսական առաջին ալիքին։ Ուկրաինայի Օդեսա քաղաքում ձերբակալվել են միջազգային հետախուզության մեջ գտնվող մի խումբ հանցագործներ։ Նրանց ցուցմունքներից պարզ է դարձել, որ Պուտինին սպանելու հանցավոր ծրագիրը մտադիր են եղել իրականացնել անմիջապես նախագահական ընտրություններից հետո։ Դավադիր խումբը Օդեսայում վարձած բնակարանում զբաղվել է պայթուցիկի պատրաստմամբ։ Հունվարի 4-ին այնտեղ պատահական պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ենթադրյալ ահաբեկիչներից մեկը Ռուսլան Մադաև անունով զոհվել է։ Երկրորդը Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հենց նա էլ ցուցմունք է տվել Ռուսաստանի տարածքում իրականացվելիք ահաբեկչությունների մասին։ Խմբի երրորդ անդամ 31-ամյա Ադամ Մոսմաևը ձերբակալված է։ Հետաքննությունը շարունակվում է։ Պուտինի դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններից հետո պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովման դաշնային ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմով աշխատանքի։ Սիրիայում սկսել են ձայների հաշվարկը երկրի սահմանադրության հարցով անցկացված հանրաքվեից հետո քվեարկությունն անցել է ընտրողների մեծ ակտիվությամբ։ Նոր սահմանադրության մեջ ամրագրված են այդ երկրի քաղաքական համակարգում նախատեսվող մի շարք կարևոր փոփոխություններ։ Դրանցից գլխավորը իշխանությունում բաց կուսակցության մենաշնորհի վերացումն է։ Դրա փոխարեն նոր մայր օրենքի համաձայն կստեղծվի բազմակուսակցություն։ Արդեն մայիսին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք էլ հիմք կդնեն ժողովրդավարության զարգացմանը Սիրիայում։ Դամասկոսում մինչև ընտրատեղամասերի փակվելը հազարավոր մարդիկ դուրս են եկել հանրահավաքի իրենց զորակցությունը հայտնելու նոր սահմանադրությանն ու հանրաքվեին։ Ընդդիմությունը հանրաքվեն բոյկոտել է, համարելով, որ փոփոխություններն անբավարար են։ Թեև ընդդիմության մեջ կան նաև այնպիսիները, որոնք դրական են գնահատում իշխանության ձեռնարկած քայլերը, քանի որ նրանց կարծիքով ստեղծվում է բարենպաստ դաշտ ժողովրդավարական հետագա բարեփոխումների համար։ Միաժամանակ Եվրամիությունը շարունակում է մեծացնել ճնշումը Սիրիայի վրա։ Այսօր Բրյուսելում եվրոպական երկրները հաստատել են Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ։ Դրանք հիմնականում տարածվում են Սիրիայի ֆինանսական հաստատությունների վրա։ Եվ կրկին մեր թեմաներով այբ ավագ դպրոցը շուտով կունենա կրթական ավան։ Դպրոցաշինության ծրագրի հաջորդ փուլը այբ ավանում եկեղեցու շինարարությունն է։ Այսօր կրթական հիմնադրամը հայտարարել է Սրբոց թարգմանչած եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի միջազգային բաց մրցույթ։ Նախագծերը կարող են ներկայացնել այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ճարտարապետական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն։ Մենք կառուցում ենք մի ամբողջ կրթական ավան, այբ կրթական հանգույց անունով, որը ունենալու է իր ավագ դպրոցը, միջին դպրոցը, կրծեր դպրոցը, արվեստների կենտրոնը
եկեղեցին եւ այլ կառույցներ։ Փորձել ենք այն բոլոր կառույցները, որոնք ունեն կարևոր կրթական, դաստիարակչական նշանակություն հայ մարդու համար, համախմբել մեկ կարևոր, այսպես կրթական հոգևոր առանցքի շուրջ։ Անցած գիշեր Լոս Անջելեսում կրկին Օսկարներ են հանձնվել։ Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ մրցանակաբաշխության բացարձակ հաղթողներ են դարձել ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Արտիստը» եւ Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» ֆիլմերը։ Այնուամենայնիվ, ինչպես նշել են կինոքննադատներն ու ժյուրին, այս անգամ Հոլիվուդում Փառքի Օլիմպոսը ֆրանսիացիներինն էր։ Երկու կինոնկարներն էլ Միշել Խազանավիչուսի «Արտիստը» եւ Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» ներկայացվել էին ամենամեծ թվով անվանակարգերում։ Ոսկե արձանիկները նրանց միջև հավասար բաժանվեցին, յուրաքանչյուրին 5 Օսկար։ Բայց եթե Սկորսեզեի ժապավենը մրցանակների է արժանացել միայն տեխնիկական անվանակարգերում, ապա «Սև ու սպիտակ» եւ գրեթե «Համր արտիստը» գնահատվել է հիմնականում գեղարվեստական արժանինքների համար։ Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սաունդթրեք, լավագույն զգեստավորում եւ վերջապես լավագույն դերասան։ Ես Օսկար եմ ստացել։ Անգամ ասելիքս եմ մոռանում։ Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ ռեժիսորն եմ։ Շնորհակալություն ակադեմիային եւ ձեզ բոլորին։ Ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը համարվել է տղամարդու դերի լավագույն կատարողը, յետևում թողնելով նույնիսկ Ջորջ Քլունիին եւ Բրեդ Փիթին։ Շնորհակալ եմ։ Եթե իմ հերոսը Ջորջ Վալենթայնը կարողանար խոսել, ապա կասեր՝ «Օ, ցնցող հաղթանակ է»։ Անչարեղ է, անչափ շնորհակալ եմ եւ սիրում եմ ձեզ։ Կնոջ լավագույն դերակատար է ճանաչվել հոլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփը։ Երկաթյալ Լեդին ֆիլմում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար ստացած Օսկարն արդեն երրորդն է դերասանուհու կարիերայի ընթացքում, բայց եւ երկար սպասվածը։ Սթրիփն արդեն 29 տարի մրցանակ չէր ստացել։ Երբ անունս կարդացին, այնպիսի զգացում ունեցա, կարծես Ամերիկայի կեսն ասած նորից նա։ Երեկոն բավական զգացմունքային էր նաև տղամարդու երկրորդ պլանի դերակատարման համար մրցանակի արժանացած Քրիստոֆեր Պլամերի համար։ Ինչ-որ հեգնանքով կինոյի վետերան Հոլիվուդի ամենատարեց դերասանը 82 տարեկանում ստացել է իր առաջին Օսկարը «Սկսնակները» ֆիլմի համար։ Իր շնորհակալական խոսքը նա ուղղել է ոսկե արձանիկին։ Դու ինձանից ընդամենը 2 տարով ես մեծ։ Բա իմ ողջ կյանքի ընթացքում ուր էի, սիրելիս։ Այս մրցանակաբաշխության միակ անակնկալը թերևս իրանցի կինոռեժիսոր Ասհար Ֆարհադիի «Նադերի եւ Սիբինի ամուսնալուծությունը» ֆիլմն էր, որն Օսկարի արժանացավ որպես լավագույն սցենարով օտարալեզու կինոնկար։ Լուսինե Կոշեցյան, Առաջին լրատվական։ Եվ վերջում դարձյալ մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկի տարելիցի միջոցառումների մասին։ Այլևս երբեք, այսօր այս ուղերձը համայն մարդկությանն ուղեցին միասին երիտասարդական շարժման անդամները։ Ասում ենք այլևս երբեք նման երևույթներին, այլևս երբեք մարդը թող չխոշտանգվի մարդու կողմից եւ հատկապես այն պատճառով, որ նա հայ է կամ իր ազգային պատկանելիության պատճառով։ Այսինքն մենք 88-ին, ինչպես 15 թվականին, այնպես էլ 88-ին հայը խոշտանգման ենթարկվեց իր հայ լինելու համար։ Մենք այստեղ էլ նրանց մեղքը հայ լինելն էլ պատահական չէ, որ այստեղ գրված է, որովհետև իրենք խոշտանգվեցին եւ սպանվեցին հենց իրենց հայ լինելու պատճառով։ Քանի որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանում այդ ջարդերը եւ մենք այս ակցիայով ցույց ենք տալու, որ երբեք չենք մոռանա։ Երիտասարդներն այս ֆլեշմոբը նվիրել են Սումգայիթի զոհերի հիշատակին։ Քիչ առաջ նրանք բարձրացան ծիծեռնակաբերդ ձեռքներին վառվող մոմեր ու ծաղիկներ։ Իսկ արդեն Բարձունքում հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակից նրանք վառեցին իրենց ջահերը։ Միասինի երիտասարդների պարզած ջահերի լույսով կարելի էր կարդալ այլևս երբեք բառերը անգլերենով, քանի որ այս կոչը միասին շարժումը ուղղում է ամբողջ աշխարհի մարդկությանը։ Never again, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն մարդկության դեմ ուղղված այնպիսի վայրագություններ, ինչպես Սումգայիթում 24 տարի առաջ փետրվարյան այս օրերին։ Ինչպես կզարգանան իրադարձությունները կիմանաք առաջին լրատվականի եթերում։
Բարի երեկո։ Ինչպես ցանկացած գործ, այնպես էլ քարոզչությունը պետական, այսպես ասենք ծանր քարոզչությունը կարելի անել լավ եւ կարելի անել փնթի։ Բացի դրանից կարելի անել պարկեշտության սահմաններում եւ անել այնպես, որ արածը չտեղավորվի բարոյականության որևէ սահմաններում։ Այնինչ անում են Ադրբեջանի իշխանությունները կապված Խոջալույի ողբերգության շարքման հետ հենց վերջին անբարոյականության դասական օրինակն է։ Իսկ ինչ է տեղի ունեցել իրականում։ Պատերազմի ընթացքում 1992 թվականին, երբ առաջին անհրաժեշտության խնդիր էր Ստեփանակերտը պաշտպանելն ու Արցախի մայրաքաղաքը գնդակոծող կրակակետերը լռեցնելը, խնդիր առաջացավ այլ կրակակետերի հետ միասին լռեցնել նաև Խոջալույում գտնվողները։ Բայց մինչ բուն մարտական գործողություններին անցնելը հայկական զորքերի հրամանատարությունը պարբերաբար նախազգուշացնում էր Խոջալույի ազգաբնակչությանը, որ մինչև փետրվարի 25-ը պետք է լքել բնակավայրը, քանի որ մարտական գործողություններ են սկսվելու։ Հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվածություն էին ձեռք բերել նույնիսկ Միջանցքի վերաբերյալ, այսինքն այն ճանապարհի, որով Խոջալույի բնակիչները պետք է լքեին բնակավայրը։ Այսինքն հայկական կողմն արել այն ամենը, ինչ կարող էր եւ մի բան էլ ավելին։ Ադրբեջանցիները մեղմ ասած երբեք այդքան սրտացավ չեն եղել, իսկ մենք արել ենք։ Բայց վերադառնանք Խոջալույին։ Այն բանից հետո, երբ բնակիչները լքում են Խոջալուն, գործողությունը սկսվում է։ Հետո արդեն Խոջալույից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հատուկ շեշտում եմ, ադրբեջանական տարածքներում ադրբեջանցի օպերատորի կողմից նկարահանվում են մի քանի տասնյակ դիակներ, այդ թվում նաև կանանց ու երեխաների։ Եղելությունը հասկանալու համար այս դրվագը չափազանց կարևոր է։ Դիակները գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, եւ հենց այդ հանգամանքի շնորհիվ ադրբեջանցի օպերատորը կարող է հանգիստ նկարահանել այդ կադրերը, որոնք հիմա Ադրբեջանի իշխանությունը փորձում է ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանության վկայություն։ Այսինքն հայերը Միջանցք տրամադրել են, խոջալեցիները հենց այդ Միջանցքով հեռացել են ու ասնելով ադրբեջանական զորքերի տարածք նրանք սպանվել են։ Սպանվելուց հետո էլ ադրբեջանցի օպերատորը եկել ու նկարահանել է։ Ամեն ինչ պարզ է մեկ անգամ մեկի պես, եւ նույնիսկ լավ եփած հավի համար ավելորդ մեկնաբանությունների կարիք կարծեք թե չի առաջանում։ Իզրակացությունը բնականաբար միակ հնարավորն է։ Սպանդը կազմակերպել են իրենք ադրբեջանցիները, բնականաբար ինչ որ շատ լուրջ հրամանի արդյունքում։ Не волнуйтесь, господин Михельсон, операцию я беру на себя. Այն, որ ադրբեջանցիներն ունակ են դրան, իհարկե նորություն չէ։ Ընդ որում պատմության մեջ նման դրվագներն իրականում այնքան էլ քիչ չեն, երբ բնակիչների սպանդ է կազմակերպվում հակառակորդի վրա պատասխանատվություն գցելու կամ վատ իմաստով աչքի ընկած այդ բնակավայրի բնակչությանը պատժելու եւ մնացածին վախեցնելու կամ քաղաքական իշխանության դեմ պայքարում դիվիդենդներ հավաքելու եւ բազմաթիվ այլ պատճառներով։ Նույն մեթոդով օրինակ ֆաշիստներն էին խորհրդային զորքերի համազգեստ հագնում եւ կոտորում Սովետ միության տարբեր բնակավայրերի ամբողջական բնակչությանը, սովետական իշխանության ու զորքերի դեմ մարդկանց մեջ բողոքի ալիք բարձրացնելու, հետեւաբար ֆաշիստներին որպես փրկիչ ընդունելու համար։ Ասել թե դա մարդկային չէ, նշանակում է ոչինչ չասել, բայց սա դեռ սատանայական այդ ցինիզմի ընդամենը մի մասն է։ Իսկ մյուս մասը այն է, ինչ հիմա են անում Ադրբեջանի իշխանությունները, ամենալկտի կերպով կեղծելով պատմությունն ու դա անելով ողորմելի փնթի կերպով։ Օրինակ, որպես Խոջալույի զոհերի լուսանկար աշխարհին են ներկայացնում մահացած Աթաթուրքի լուսանկարը, կամ որպես հայերի բարբարոսության վկայություն են ներկայացնում սեփական մի քանի երեխաների դիակների վրա լացող կնոջ լուսանկարը։ Իհարկե որևէ բանական մարդ հասկանալի պատճառներով չի կարող անտարբեր մնալ այդ լուսանկարի հանդեպ։ Ու եթե նրան հասկացնում են, թե այդ երեխաներին հայերն են սպանել, բնականաբար այդ մարդու մոտ անսահման ատելություն է առաջանում հայերի նկատմամբ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ լուսանկարն արվել է Խոջալույից տարիներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ու երեխաներն են, որոնց մահը լկտիաբար շահարկում են հարևան երկրի մարդանոմանները, զոհվել են երկրաշարժից, այլ ոչ թե կրակոցներից։ Չնայած ինչի մասին ենք խոսում։ Երբ մարդիկ պատրաստ են սկզբում ոտքերից կրակել սեփական համերկրացիներին, այդ թվում նաև երեխաների, որպեսզի նրանք չկարողանան փախչել, եւ հետո էլ կասնահարելով դաժանաբար սպանել, դիակները նկարանել որպես քաղաքական դիվիդենդ օգտագործել, ավելացնելու որևէ բան ուղղակի չկա։ Իսկ ինչու են հիմա այսպես ակտիվացել հարևան երկրի քաղաքական մարտահրավերները։ Շատ պարզ։ Պետք է ինչ-որ կերպ հակակշռել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի եւ մնացած եղեռնագործությունները։ Իսկ դա անելու համար պետք է համարժեք ինչ-որ բան ունենալ։ Իսկ երբ դա չկա, պետք է հորինել։ Ընդ որում անում են ոչ միայնակ, անում են թուրքերի հետ, քանի որ սա այն դեպքն է, երբ երկուսին էլ նույն բանն անելը ձեռնտու է։
Խոջալոյի մասին գորգորալով ադրբեջանցիները լուծում են Ադրբեջանի տարածքում հայերի սպանդի թեմային հակակշիռ ձևավորելու